կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից և յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ և լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Մեր եթերը շարունակվում է, իմ հյուրն է քաղաքագետ, հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Էդգար Վարդանյանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Ձեզ հայտնի է, վստահ եմ թվերով արդյունքները նորից ժամանակ չկորցնենք։ Ձեր կարծիքով, ձեր դիտարկումներով, նույն իրականում շատ բանի մասին են խոսում այս արդյունքները, փորձենք հերթով կարգով ձեր դիտարկումները։ Ինչի մասին էին այս ընտրությունները, այս արդյունքները ինչի մասին են խոսում։ Ինչ տենդենսների։ Դե նախ հետևյալի մասին, որ Հայաստանի ժողովուրդը ըստ էության ընտրում է խաղաղությունը, խաղաղության նորակարգը, ընտրում է ժողովրդավարությունը, ընտրում է սուվերենությունը, ընտրում է ազատությունը։ Եվ որ ժողովուրդը ընտրությունը ըստ էության ինչ է, ընտրությունները հանրաքվեի հետ մեկտեղ ժողովրդի կամքի միակ արտահայտման միջոցներ են։ Սա շատ կարևոր է նշել, որ ժողովուրդը ուրիշ տարբերակ կամք արտահայտելու չունի։ Եվ կամքի արտահայտումը ըստ էության բերում է այն արդյունքների, որ մենք այսօր ունենք, եւ նաեւ այդ կամքի արտահայտումն է այն առումով ավելի շուտ նաեւ այդ կամքի արտահայտումն է արտահայտվում նրանում, թե ինչպիսի ընդդիմություն մենք ունենք, ոչ միայն իշխանություն, այլ նաև ընդդիմություն։ Հիմա մենք տեսնում ենք հետևյալ պատկերը, որ մեծամասնությունը, ինչը նույնպես ժողովրդի կամքն է, այստեղ հաճախ ասում են, որ բայց դա ժողովուրդը չէ, դա ընդամենը մեծամասնությունն է, կամ ասենք շատ-շատերը չեն մասնակցել ընտրությունների, դա նրանց կամքը չէ եւ այլն։ Այստեղ միանգամից պետք է այդ խոսակցությունը փակել հետեւյալը։ Չի մասնակցել ընտրությունների, չի մասնակցել իր սեփական կամքով։ Կամքի համաձայն։ Այո, այսինքն Ոչ մի լավ բան այստեղ չկա։ Բայց այնուամենայնիվ դա էլի կամքի արտահայտում է, այսինքն ինքը հնարավորություն ունեցել է գնալ ընտրել, չի ընտրել, այսինքն ինքը համակերպվել է, չէ՞։ Ընդունել է խաղի կանոնները։ Իհարկե, ընտրությունների արդյունքները ասել է ինչ լինի, ես ոնց որ դա իմ ընտրությունն է, այսպես բանանենք պատկերացրեք, հա։ Այնպես որ այս շատ կարևոր է, բայց նաև իհարկե ընդդիմությունն էլ փաստորեն էլի ձևավորվում է ժողովրդի կամքի ուրեմն արտահայտման շնորհիվ, բայց այստեղ կա մեկ բայց։ Ըստ էության մենք հիբրիդային հարձակումների ֆոնի այդ ամբողջ շրջանակների կարելի ասել ներքո ենք ընտրություն կատարել եւ անօրինական բազմաթիվ գործողություններ են իրականացվել այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից ըստ իրավապահ մարմինների, հա, որ չասեն, որ բայց չէ, որ դատավճիռներ դեռ չկա, չէ, այո, ըստ իրավապահ մարմինների մենք ունենք բազմաթիվ հաղորդագրություններ, որ անօրինական կերպով փորձում են ազդել փաստորեն ժողովրդի կամքի արտահայտման վրա, ընտրողների վրա։ Եվ այս ամենը իհարկե որոշակի առումով առնվազն խաթարում է ընտրական process-ը եւ ստացվում է այնպես, որ մենք ժողովրդի կամքի արտահայտման համար չենք ունեցել այն պայմանները, որոնք թույլ կտային ամբողջությամբ ժողովրդին լիարժեքորեն արտահայտել իր սեփական կամքը։ Խախտումները իրականացնում են փաստորեն, ինչպես նշեցինք, ընդդիմադիր ըստ իրավապահների, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, իրենք մենք նաև ունենք տարբեր հետաքննություններ, միջազգային հետաքննություններ, տեղական հետաքննություններ, ըստ որոնց Կրեմլը ուղղակիորեն զբաղվել է մեր ընտրություններով, նպատակ ունենալով հենց ազդել ժողովրդի կամքի արտահայտման վրա, խաթարել ժողովրդավարական ժողովրդի կամքի արտահայտումը, եւ դա չէր կարող չունենալ իր ազդեցությունը այս ամեն ինչը ընտրությունների արդյունքների վրա։
Ուստի այստեղ շատ այսպես հետաքրքիր եւ մտորելու համար բազմաթիվ այսպես հիմքեր կան։ Բայց միանշանակ է մի բան, որ նույնիսկ այդ պարագայում, այսինքն երբ որ մենք աննախադեպ հարձակումների ենք ենթարկվել, հիբրիդային հարձակումների, մասնագետները նշել են, որ որևէ երկիր աշխարհում ընտրական փուլում այսպիսի լայնածավալ հարձակումների չի ենթարկվել եւ այսքան երկար ժամանակահատվածում իրականացվող հարձակումների չի ենթարկվել։ Նույնիսկ Մոլդովայում, այո։ Եվ այս պարագայում նույնիսկ փաստորեն միևնույն է ժողովրդի կամքի արտահայտման արդյունքում մենք ունենում ենք այն պատկերը, որ այսօր ունենք, ինչը նշանակում է, որ ժողովուրդը ընտրում է խաղաղությունը, ինչպես արդեն նշեցի, սուվերենությունը, ազատությունը, ժողովրդավարությունը եւ արդյունքում բնականաբար քաղաքացիական պայմանագիրը շարունակում է, հա, իր իշխանավարումը, այսպես ասած, եւ ըստ էության մեծ բան այս առումով չի փոխվում, նաեւ երբ որ նայում ենք թվերին, հա, այսինքն պլյուս մինուս միգուցե մի քանի մանդատ ավել, հա, այսօրվա ուրեմն խորհրդարանում բաշխվածությունը, որ նայում ենք իշխանությունների եւ ընդդիմությունների, այսպես մեծ տարբերություն ըստ էության չկա։ Իհարկե այստեղ նաեւ պետք է ասենք, որ դեռևս վերջնական չեն արդյունքները եւ նաեւ պետք է հետեւյալը նշենք, որ ընտրությունների ազատ այն առումով, որ պետությունն է ապահովել այդ ազատությունը, հա, եւ մրցակցայնությունը, ուրեմն կեղծիքների բացակայությունը, սա չի նշանակում, որ չեն եղել առանձին խախտումներ, բայց կեղծիքներ չեն եղել, որ պետությունը իրականացնի, հա, եւ այս առումով հետաքրքիրն այն է, որ այսինքն ինչ է ուզում ասել, որ դրա արտահայտման, դրա դրսևորման նաեւ շատ լավ օրինակներից մեկն այն է, որ նույնիսկ 0 քանի տոկոս է դեռևս մնացել չհաշվարկած, այսինքն 99 քանի տոկոսը արդեն հաշվել են ընտրողների ձայների, քվեների, բայց մենք էլի չգիտենք, թե կոնկրետ մի կուսակցությունը անցնում է խորհրդարան, թե չէ։ Բարգավաճ։ Ընդհանրապես մի քանի ձայները որոշիչ են լինում եւ մենք ակնհայտ տեսնում ենք, այսինքն որ եթե ինչ որ մեկ ուզենար կեղծել, դա կեղծեր այնպես, որ այդպեսի խնդիր չլիներ։ Այդ ինչ որ մեկը ընդդեից ասում են, որ ուզում են կեղծեն, դրա համար բարձ չի։ Հասկանում եք, որտեղ եք հասել։ Դա աբսուրդ է, որովհետեւ եթե կեղծեին, վաղուց կկեղծեին, այնպես կկեղծեին, որ նման խնդիրներ ընդհանրապես չեր առաջանում։ Դա ցանկացած բանական մարդուն կարծում եմ հասկանալի է։ Բացի այդ էլի, այսինքն այսօրվա ընտրական գործընթացը այնպեսին է, որ ուղղակի տեխնիկապես էլ անհնարին է կեղծել, նույնիսկ եթե ինչ որ ցանկություն լինի, էլի։ Տեսեք, պարոն Վարդանյան, արդյունքներով անցնենք մի թեթև։ Նախնական արդյունքներով մոտավորապես 50% ԿՊ, մոտավորապես 23-ից ավել ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը մոտավորապես 10%, Բարգավաճը մոտավորապես 4%, դե հասկանալի չի 4-ը կա թե ոչ։ Հիմա հարցս այսպիսինն է. այս 3 ռուսամետ ուժերը, որոնք ստացել են իրար հետ մոտավորապես 35-37%, հա։ Ես հասկանում եմ, որ մի մասը դա Ռուսաստանից բերված մեր համակարգացիներն էին։ Մի մասը գնված մարդիկ էին, որոնց փող են տվել եւ գնել են իրենց բարիքուն իմաստով։ Մի մասը Արցախի մեր հայրենակիցների մի մասն է, մի մասը նորից բոլորը չեն, որոնք ցավոք այդպես էլ չհասկացան իրենց այդ կատարվողի էության եւ պարունակության հիմնական մեղավորը ով էր եւ ովքեր էին։ Ամենացածը ովքեր են այդ մարդիկ, որոնք քվեարկել են սեփական երկրի ապագայի ինքնիշխանության, ինչը դուք նշեցիք սկզբում, եւ խաղաղության եւ բարօրության դեմ։ Իսկ այստեղ ես կասկածներ չունեմ։ Ես կիսում եմ ձեր կարծիքը։ Լավ հարց է իհարկե։ Դե դրանք այն մարդիկ են, որոնց մի մասը ուղղակիորեն կապված է ֆինանսապես, չգիտեմ, բարեկամական նաև այսպես ցանցերով, հա, նախկին օլիգարխիկ ավտորիտար ռեժիմը ներկայացնող ընտանիքների հետ։ Մի պահ ձեզ ընդհատեմ եւ այդ մասին խոսում են Քոչարյանի հաղթանակը Երևանում։ Այո։ Հենց Երևանում։
այդ մասին է խոսում։ Այսինքն դա այն մարդիկ են, որոնք կենտրոնացված են Երևանում, կախված են իրենցից, այո, եւ այդ մարդիկ Սիսիանում կամ Տավուշում չեն ապրում, իրենք բոլորը Երևանում են ապրում։ Դե բոլորը միգուցե չէ, հա, բայց զգալի հատվածը, այո, իսկապես Երևանում են ապրում։ Իսկապես եւ այդ մարդիկ սովորաբար Հյուսիսային Բողոկայում դա է։ Այո, իրենք մտածում են, որ իրենք զրկվում են շատ բաներից։ Իրենք ունեցել են արտոնություններ։ Նախկին քաղաքական ռեժիմի շրջանակներում, տեսեք, յուրաքանչյուր ավտորիտար համակարգ այնպես չէ, որ նույնիսկ այն ամենատոտալիտարները այնպես չէ, որ 1, 2, 3 հոգի են օգտվում։ Չէ, ասում են, չէ, իշխանությունը ենթադրենք մեկ դիկտատորի ձեռքում է լինում, ենթադրենք տոտալիտար համակարգի դեպքում։ Հիմա արդյոք միայն ինքը ունի արտոնություններ։ Իհարկե ինքը ամենամեծ արտոնություններ ունի, բայց կան նաև շերտեր, կան նաև ասում են приближенный круг, հա, ռուսերեն ասած։ Որ ասում են միայն ինքը ունի արտոնություններ, դա սովորաբար ասում են նրանից հետո, երբ օրինակ գնդակահարեցին Չաուշեսկուին, պարզվեց, որ բոլոր ոչ մեկ չի օգտվել, կամ Հիտլերը, երբ ինքնասպան եղավ, պարզվեց, որ նացիստ չի եղել Գերմանիա։ Իսկ երբ ամեն ինչ լավ է եւ կարգին է, բոլորը օգտվում են, ընդունում են եւ շատ լավ ապրում են։ Նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք Ռոբերտ Քոչարյանը չի մենակ այդ բոլոր հանցագործությունները բերել մեր գլխին եւ կատարել, չէ՞։ Մարդիկ կան, չէ՞, հազարավոր մարդիկ։ Իհարկե, իհարկե։ Միշտ Քոչարյան ենք ասում, բայց այդ մարդիկ էլ կան, չէ՞, մեր մեջ են։ Իրենք մեծամասնություն չեն, դա ակնհայտ է, բայց բավականին այսպես մեծ տոկոս է դա իրականում։ Ու բնականաբար այդ մարդիկ ասում են, որ դե մենք ունենք այդ արտոնությունները, այսօր զրկվել ենք այդ արտոնություններից եւ որպեսզի վերադարձնենք այդ արտոնությունները, պետք է անհապաղ ուրեմն մենք ելի քվեարկենք հին այդ քաղաքական ռեժիմը ներկայացնող ներկայացուցիչների օգտին։ Նրանք որոնք ուժեղ են, էդ էլ են նայում բնականաբար, այսինքն այնտեղ որտեղ որ փող կա, հա, այնտեղ որտեղ հնարավորություն կա, ու իրենք ոնց որ կպնում են, այսինքն դառնում են այդ քաղաքական ուժի էլեկտորատը։ Իրենք փոփոխական են։ Կան որոշ տոկոս, որոնք հենց անձնական, այսպես, հա, զուտ, կոնկրետ հենց այս մարդու կամ կոնկրետ այս փոքր խմբի հետևորդներն են, այսպես ասած, բայց շատ ավելի մեծ հատվածն այն է, որ ասում են դեռ այնքան որ լինեն այդ շրջանակները, նախկին շրջանակները։ Եվ իհարկե նաև մի մասն էլ նրանք են, որոնք ատում են ներկայիս իշխանություններին, ատում են Փաշինյանին, իրենք էլի իհարկե քարոզչության, ես կասեի, զոհ են, իրենք տարատեսակ նախապաշարումների զոհ են, տարատեսակ միֆերի զոհ են, մի մասը նաև ունի լուրջ հոգեբանական տրավմա, այս վերջի բոլոր իրադարձությունների արդյունքում, հա, նաև կարելի է օբյեկտիվորեն հասկանալ։ Մենք բոլորս դժվարեցինք։ Իրենք չեն հաղթարել այդ տրավման։ Իրենք մտածում են միանշանակ, որ կա մեղավոր սրա համար եւ մնացածները նույնիսկ եթե մեղավորը մեկն է, մի հոգի է։ Ոչ թե մեղավոր քիչ է, նույնիսկ եթե ասեն որ մեղավոր են, քիչ մեղավոր են, էլի ասենք այդ դեպքում, որոնց միևնույն է կարելի է ուրեմն այսօր աջակցել այնքան որ ազատվենք իրենց պատկերացրած այդ գլխավոր ուրեմն բանից, հա, մեղավորից։ Այդպիսիներն են շատ բավականին, պարոն Ստեփանյան, ես կարծում եմ որ այստեղ իսկապես բազմաշերտ է այդ էլեկտորատը, էլի ձեր նշած։ Եվ գիտեք, այս պարագայում նաև իհարկե չպետք է մոռանալ, որ այդ հիբրիդային հարձակումները, այդ քարոզչությունը, այդ ապատեղեկատվական արշավները չէին կարող ընդհանրապես որևէ ազդեցություն չթողնել, այսինքն արդեն այնպիսի ի սկզբանե վատ տրամադրված, հա, ներկայիս քաղաքական ուրեմն ռեժիմի, ներկայիս իշխանությունների նկատմամբ մարդիկ կարող են նաև այդ տեսակի հիբրիդային հարձակումների, այսպես ասած, ենթարկվել, իրենց դուր գան այդ հարձակումները նույնիսկ, իրենք նաև կարող են շատ հաճախ, այսպես նույնիսկ հարցականի տակ չդնել զգալով, որ կեղծիք կա, բայց իրենց դա դուր է գալիս այդ կեղծիքը, այդ էլ կա։ Իրենք իրենց համոզում են նաև, որ բայց կարողա վերջի վերջո այդքան էլ կեղծիք չի։ Այս մասը միգուցե կեղծիք է, բայց այս մասը ուզում է, ինչ ուզում է թողանի, մենակ Նիկոլը չլինի վարչապետ։ Այո, բայց այս տրամաբանությունն այո, բայց այդ ոնց որ այդ հարցակումն էլ ավելի sense մի քիչ իրեն ամրապնդում է այդ իր այդ զգացողությունը, էլի, այդ դիրքորոշումը, որ ուրեմն պետք է վերջի վերջո գնալ եւ դեմ քվեարկել եւ դրանով ազատվել, դա մի տեսակ նաեւ բան է, էլի, իրենց համար, հա, ոնց որ գաղափարախոսական արդեն դարձած ինչ որ մի բան է,
այստեղ չեզոք առումով ենք էլի այդ բառը օգտագործում գաղափարախոսություն, որովհետև իսկապես կան այդպիսի մարդիկ, որոնք այնպես չէ, որ ասենք, չգիտեմ, նախկինների ինչ որ հետ կապված են ուղղակիորեն կամ շատ մեծ արտոնություններ են ունեցել այն ժամանակ, չէ, կան նաև նրանք, որոնք այսպես միջին ինչ որ քաղաքացու կյանքով են հարցակումների ռոպագանդայի զոհ են։ Այո, կան այդպիսիները, բայց նորից, այսինքն այդ այն մարդիկ են, որ այնուամենայնիվ նաև այդ տրավման չեն հաղթահարել, որոշակի այսպես նաև այո, միֆեր կան իրենց մեջ դրված, այդ նաև այդ բան կա, չէ՞, մեր մոտ ազգայնականության, ծայրահեղ ազգայնականության որոշակի այսպես երևույթներ կան, այդպիսի գաղափարներ կան հասարակության մի շերտի մոտ նստած ու իրենք շատ դժվարությամբ են հաղթահարում այդ ծայրահեղ նաև ազգայնականությունը եւ այդ ամեն ինչի իհարկե օգտագործվում է։ Շատ հետաքրքիր տեղ հասցրեցիք մեր զրույցը, շատ քչերն են հասկանում այսօր Հայաստանում, որ մեր նման ժողովրդի մոտ փոքր երկրում, փոքր ինքնիշխան տարածքում ծայրահեղ այդ ձեր ասած ազգայնականությունը դա մի ական է, որը դրված է մեր պետության տակ։ Եվ դա միշտ աշխատել է մեր դեմ։ Ինչքան մենք ծայրահեղ եղել ենք ազգայնական, այնքան շատ ենք մենք կորցրել։ Սա փաստ է, պատմությունից եկած։ Շատերը մտածում են, որ որքան մենք լինենք ազգայնական, այնքան շատ ենք մենք պահպանվելու, հայապահպանություն։ Իրենք չեն ուզում ընդունեն, մանավանդ 21-րդ դարում, որ ազգայնականությունը չի հայապահպանության հիմքում։ Ոչ մեկ դեմ չի հայապահպանության, բայց այդ ազգայնականությունը միայն հարվածում է, ոչնչացնում է եւ ավերում է հայապահպանությունը, որը կարող է լինել միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Մի փոքր էլ այդ մասին խոսեք, խնդրեմ։ Դա էթնիկ ազգայնականություն է։ Այո։ Ըստ էության այդ մարդիկ մտածում են, որ պետությունը միգուցե, հա, լավ բան է, բայց առաջնային բան չէ, քաղաքացիական ազգահամ, լավ բան է, բայց առաջնային չէ։ Առաջինը մասի սարն է, մեր ազգային սիմվոլների մեջ։ Այդ միֆերն են էթնիկության վերաբերյալ, այսինքն բացառիկության հայերի։ Որ մենք, այո, որ մենք բացառիկ ենք, ճիշտ է, որ մաքուր, այսպիսի զտարյուն, հա, այսինքն այդ ամեն ինչը մենք պետքա պահպանենք, թե չէ կկորչենք։ Այո, թե երկրի կջնջվեք երկրի երեսից։ Երբ որ իրականում հակառակն է։ Ճիշտ է։ Հակառակն է, որտեղ պետությունն է կարողանում պահպանել, եթե ուզեք, հենց այդ նույն էթնիկական կոմպոնենտները, էթնիկ մշակութային կոմպոնենտները եւ այլն։ Պետությունից դուրս դու շատ այսպես հանգիստ ձևով կարող ես ձուլվել, կարող ես այդ ամեն ինչը մոռանալ վերջի վերջո, չէ՞։ Ես չեմ կարծում, որ ասորիները պակաս զտարյուն մարդիկ էին, քան մենք հայերս, բայց իրենք չկան այսօր որպես ազգ, որպես պետություն։ Տեսեք, պարոն Վարդանյան, մենք խոսեցինք քաղաքացիական պայմանագրի հաղթանակի ֆենոմենի պատճառների մասին, խոսեցինք ռուսամետ ուժերի հաղթանակի, սա եւս իրենց համար հաղթանակ էր, ես կարծում եմ ֆենոմենի մասին, բայց ես առաջարկում եմ նաեւ խոսենք արևմտյան, հա, պրոարևմտյան ուժերի պարտության մասին։ Ինչի այդպես տեղի ունեցավ, երբ հստակ, հա, այդ քաղաքական ուժերը մի քանի կուսակցություն կար իրականում հայտարարում էին, որ իրենք պատրաստ են դառնալ այլընտրանք, խորհրդարանում այլընտրանք այդ ռուսամետ ուժերին։ Ինչու օրինակ մեր ընտրողները այդքան քիչ ձայն տվեցին այդ քաղաքական ուժերին, ինչու մեր ընտրողը չի ուզում, որ այդ խորհրդարանը վերջապես դառնա քաղաքական մտքի գեներացման վայր, այլ ոչ թե ինչ որ ծեծկրտուքի, չգիտեմ, հայհոյանքի եւ այլն, ինչ մենք տեսել ենք վերջին 5 տարվա ընթացքում առնվազն։ Ինչի այդպես ստացվեց ձեր կարծիքով։ Մի քանի պատճառներ կան։ Առաջի պատճառը իրականում քաղաքացիական պայմանագրի ցուցանիշները առանձին վերցրած կուսակցության համար ֆանտաստիկ բարձր են։ Եթե մենք նայում ենք եվրոպական պետությունների ընտրությունների արդյունքում ձևավորված պատկերը, որտանի շատ հազվադեպ է լինում, շատ հազվադեպ։ Ուղղակի բացառություններ են, երբ որ մանավանդ պարլամենտական համակարգի դեպքում կառավարությունը ձևավորում է մեկ կուսակցություն միանձնյա առանց կոալիցիայի, այսինքն նշանակում է ինքը 50+ վերցրել է, ինչպես այս դեպքում է լինում։ Սովորաբար ես նայել եմ գրեթե բոլոր եվրոպական պետությունների ընտրությունների ուրեմն արդյունքները վերջի շրջանում
եւ գիտեք, այսպես առաջի տեղը զբաղեցրած կուսակցությունը սովորաբար 25-30% է վերցնում։ Շատ դեպքերում շատ ավելի քիչ, բայց ինքը առաջինն է լինում։ Հիմա պատկերացրեք, ուրեմն, քանի այլ կուսակցություններ կան, տարբեր գաղափարախոսություններ ունեցող, բայց դեմոկրատական, որոնք մտնում են խորհրդարան եւ միավորվում են, կոալիցիա են ձևավորում։ Շատ հաճախ շատ կոմպրոմիսային են լինում այդ կոալիցիաները, որովհետև ցախերը ստիպված են լինում, օրինակ, աչերի, ասենք, ցախ կենտրոնամետները աչ կենտրոնամետների հետ կոալիցիա են ձևավորում, դա նշանակում է կոմպրոմիս, դա նշանակում է իրենք պետք է ամեն մեկը մի բան պետք է զիջի իր գաղափարախոսական դրույթներից, իր ծրագրերից եւ այլն, իհարկե։ Հակասում են իրար։ Այո, շատ առումներով։ Շատ դեպքերում, այո։ Բայց դա է եվրոպական պրակտիկան իրականում, հա, այդ կոմպրոմիսային այդ պրակտիկան է եւ այսինքն նշանակում է հետեւյալը, որ այդ դեմոկրատական քաղաքական դաշտը, այսպես ասենք, ինքը շատ ավելի ֆրագմենտացված է։ Մի քանի քաղաքական ուժերի, ուժեղ մեկը մյուսից մի քիչ զիջող, բայց ընդհանուր առմամբ քիչ են տարբերությունները էլի իրենց, ասենք, էլեկտորատների չափսերի միջև, այսպես ասենք, եւ իրենց հանրագումարը իրականում տալիս է այն, ինչը որ մենք այսօր ունենք քաղաքացիական պայմանագրի դեպքում։ Այնպես չի, որ եվրոպական պետությունների, ասենք, բանում մեծ մասում բոլոր քաղաքական անդիմադիր եւ իշխանական քաղաքական ուժերը դեմոկրատական քաղաքական ուժեր են։ Սովորաբար լինում է այնպես, որ իշխանություններ են կազմում դեմոկրատական քաղաքական ուժերը եւ ընդդիմությունում լինում են ինչպես որոշ դեմոկրատականներ, այնպես էլ հակադեմոկրատականներ, որոնք ազատական նաև շատ գաղափարներին են դեմ, ազգայնական են ծայրահեղ, հա, աչ պոպուլիստներ են օրինակի համար, սա իսկապես նորմալ պրակտիկա է։ Եվ հիմա, այսինքն, երբ որ մենք հիմա համեմատում ենք այդ պատկերը մեր պատկերի հետ, փաստորեն մենք ինչ ենք ստանում։ Ստացվում է այնպես, որ քաղաքացիական պայմանագիրը առնվազն կարելի ասել, եթե եվրոպական չափանիշներով վերցնենք, 2-3 դեմոկրատական կուսակցության ձայների ակումուլյացիա է արել մեկ կուսակցության ներսում։ Դրա համար է, որ մենք ունենք հիմա այսպիսի պատկեր։ Հիմա իհարկե այստեղ կա մի sense խնդիր, որ ստացվում է, որ այնուամենայնիվ որևէ այլ արևմտամետ կամ դեմոկրատական քաղաքական ուժ չի մտնում խորհրդարան որպես ընդդիմադիր։ Այսինքն կարող էր վերջի վերջո մի փոքր գոնե, հա, այս պատկերում մտներ, էլի ենթադրենք ԿՊ-ն վերցներ մեծամասնություն, բայց այս դեպքում եթե դու մեկ կուսակցությունը կարողանում է 50+1 վերցնել, այդ նշանակում է այլ դեմոկրատականներին շատ քիչ տեղ է մտնում, մաքսիմում կարող է օրինակ մի փոքրիկ խմբակցություն լինի։ Մենք ԿՊ-ն այդ ամբողջ սեգմենտը իրենով փակել է։ Ըստ էության, այո, այդպես է ստացվել։ Հիմա մեր բնական զարգացումն է, հա, մենք անցել ենք այնպիսի ճանապարհով, որը հանգեցրել է նրան, որ այն հիմնական ոնց որ հեղափոխական ուժը, հա, որը կարողացել է ռեժիմի փոփոխության հասնել, իհարկե հանրային լայն աջակցության արդյունքում, բայց միևնույն է արդեն ինքը որպես քաղաքական ուժ արդեն կարողացել է փաստորեն ակումուլացնել, ինստիտուցիոնալիզացնել այդ հեղափոխությունը եւ մեկ փաստորեն մենք սուբյեկտ ունենք արդեն այս եւ երկար ժամանակի արդեն, չէ՞, 2018 թվականից սկսած փաստորեն մենք ունենք այս պատկերը։ Հիմա երկրորդ պատճառը, միակ պատճառը չէ սա իհարկե։ Երկրորդ պատճառը այնուամենայնիվ այն է, որ մեր մոտ կա թեև վերջի արդյունքները ցույց տվեցին, որ ի տարբերություն նախորդների բավականին ընտրություններ ավելի շուտ ցույց տվեցին, որ բավականին ակտիվ մասնակցություն կար։ Ну 10% ավելացել է 21-ի հետ համեմատ մասնակցություն։ Բայց մոտ 60%-ը եվրոպական չափանիշներով այդքան էլ բարձր ցուցանիշ չէ։ Այո։ Հատկապես եթե համեմատենք հյուսիս եվրոպական երկրների հետ,
այնտեղ շատ բարձր ցուցանիշ է լինում։ Այսինքն քաղաքացիական գիտակցությունը մեզ մոտ ակնհայտ կերպով շարունակում է կաղալ։ Այո, այսինքն մի զգալի շերտ, այնուամենայնիվ ինքը ապաքաղաքական է, ինքը չի զգում, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի սեփական ճակատագրի համար։ Այո։ Եվ բնականաբար իրենք եթե չեն մասնակցում, ասինքն 40%-ը չի մասնակցում, բա ինչքան մնաց այդտեղ։ Ռուսական ուժերը ակտիվ աշխատում են, արդեն ասեցինք, թե ովքեր են, հա, այդ էլեկտորատը, այո, իրենք կարողանում են այդքան մարդու մոբիլիզացնել, իդեպ ես գրեթե համոզված եմ, որ դա մաքսիմումն է, որ այսօր հնարավոր է անել։ Ես չեմ պատկերացնում մեկին, որը սիմպաթիա ունենա պրոռուսական ուժերի նկատմամբ եւ նստի տունը, ընտրությունների չգնա։ Դա գրեթե բացառվում է։ Դա չնչին տոկոսն է կազմելու։ Համոզված կարող եմ ասել։ Չնչին տոկոսը, որը ունի սիմպաթիա եւ մնացել է տունը։ Իսկ այն մարդիկ, որոնք փաստորեն ասում են, չէ, ես իրան չեմ սիրում, իրեն չեմ սիրում, չեմ ուզում, չեմ հասկանում, սուտ ամեն ինչ բան եւ այլն, փաստորեն այդ մարդկանց թիվը բավականին մեծ է մեր մոտ։ Եվ իրենք որևէ ակտիվություն չեն ցուցաբերում եւ նաեւ չեն փաստորեն մտածում, որ լավ, չես սիրում, ասենք, բայց կարող ես ինչ-որ մեկ այլ կուսակցություն գտնել, որը քիչ թե շատ էլի մոտ է քեզ, ասենք դեմոկրատական է եւ այլն եւ իրեն ասինքն ընտրես, չկա դա այսինքն։ Հաջորդ բանը ֆակտորը գործում։ Անդիմադիր արևմտամետ դեմոկրատական քաղաքական ուժերը ցավոք սրտի այդքան էլ կայացած չեն այն առումով, որ իրենք շատ քիչ էքսպերտներ ունեն, իրենք ակտիվ աշխատանք հանրության հետ չեն տանում իմ կարծիքով, իրենք ավելի շատ ակումբների են նման, մի քանի համախոհների միություն, ակումբ, իրենք շատ հաճախ լավ այլընտրանքներ, հա, հստակ այլընտրանքներ չեն ներկայացնում, կադրային բազան թույլ է, մարդիկ շատ-շատերին չեն ճանաչում, միայն մեկ առաջնորդի, երկու հոգու են ճանաչում այդ կուսակցությունից, չգիտեն, եթե այդ կուսակցությանը տաս ով է լինելու իրենց նախարարը, այս նախարարը, այն մի բան, հա, այսինքն այս մի հանձնաժողովի ղեկավարը, այն մի հանձնաժողովի ղեկավարը չգիտեն, չեն վստահում դրանից է նաև գալի, չեն վստահում այսինքն։ Այդ էլ մի հատ առանձին գործոն կա։ Մյուս գործոնը հասկանալով, որ այսօր այսպիսի իրավիճակ է տիրում, այսի նկարագրված կամ միգուցե չհասկանում, չգիտեմ։ Որ քիչ տեղ կա իրականում, հա, այսինքն այդպիսի քաղաքական ուժերի համար, այդ քաղաքական ուժերը չեն միավորվում։ Եվ նշանակում է ըստ էության փոշիանում են այդ տիրույթի ձայները, այդ էլեկտորատի։ Ինչպես։ Իրենց մեղքն էլ կա այստեղ։ Հա, բնականաբար։ Եվ այդ միավորումը կարող է առնվազն հանգեցնել նրան, որ 4%-ը գոնե, այսինքն լիներ մի ուժ, որը թեև իհարկե այս դեպքում 8% էր պահանջվելու, եթե իրանք դաշինք բանան, բայց իրենք կարող էին դաշինքով չգնալ, իրենք կարող էին ենթադրենք ասել, մենք մի հատ նոր կուսակցություն ենք ստեղծում, կամ վերցնում ենք մի կուսակցությունը, արդեն գրանցված կուսակցություն, այդ կուսակցությունը ցուցակով են գնում։ Այստեղ արդեն 4%-ի միայն խնդիր է լինելու, հա։ Այդ էլ առանձին այլ պատճառներ կան, թե ֆինանսների բացակայություն նույնպես, որովհետև կուսակցական գործունեության համար պետք է շատ մեծ ֆինանսներ։ Դե ուժեղ Հայաստանի գումարները իհարկե քաղաքական ուժերը չունեն եւ չեն կարող ապրիորի ունենալ։ Իհարկե։ Տեսեք, պարոն Վարդանյան, ստե մի հատ կարևոր բան կա, ես կուզեի դες դա քննարկեի։ Այդ միավորումը արևմտամետ ուժերի տեղի չունեցավ այս անգամ։ Ոչ իրական արևմտամետ ուժերի, ոչ էլ ոչ իրական արևմտամետ ուժերի, բայց դա չի նշանակում, որ պարոն Կիրիենկոյի օֆիսում օրինակ չեն հասկանա իրենց սեփական սխալը գործած եւ այդ սցենարը չեն իրագործի միջև 31 թվականի ընտրությունները։ Մենք արդեն այդ մասին էլ պետք է մտածենք։ Իրենք կարող են այդ կեղծ, ես հիմա չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բոլորս էլ գիտենք ովքեր են, այդ բոլորին հավաքել կարող են։ Մեջներից հանել են ակնհայտ, հա, որ արդեն բոլորը գիտեն ովքեր են այդ մարդիկ, հա, եւ կեղծ միավորված արևմտամետ ընդդիմադիր բլոկ սարքեն եւ այդ Եվրամիության դրոշների տակ
այդ բլոկը գնա եւ մեզ տանի դեպի Ռուսաստան։ Դա էլ տեխնոլոգիա է, որը կիրառվում է այո Կրեմլի կողմից։ Երբ հարկաստո այս անգամ չի կիրառվել։ Դե հա չեն կարողացել, չեն հասցրել կամ այդքան ուշադրություն չեն դարձրել դրա վրա, այլ հույսեր ունեին մի քիչ։ Իդեպ այն հետաքննությունները, որի մասին ես ասացի, այդ միջազգային հետաքննությունները խոսում են այն մասին, որ հենց իրենք ընդունում են, որ իրենք շատ առումներով ձախողում են։ Իրենք դրա մասին խոսում են։ Հա, իրենք իհարկե ասում են, որ ստեղի իրենց այդ սատելիտներն են մեղավոր։ Թողերը լավ չեն ծախսում։ Հա, լավ չեն կարողանում իրենց գործը անել, այսպես ասած, լավ տեխնացու չկա, բան եւ այլն, այսպես ռեսուրսների կապընտիր կա։ Այո, բայց իհարկե դե հասկանալի է, որ նաեւ իրենց որոշ չափով այս առումով արդեն ժողովրդավարական հանրության համար դրական, բայց իրենց ապաշնորհության նաեւ, հա, իրենց նաեւ, այսպես ասած, կոռումպացված նաեւ լինելու արդյունքում է այդ ամեն ինչը։ Պարոն Վարդանյան, եւ վերջին հարցը մեր հարցազրույցի երևի ամենակարևոր հարցն է սա, համենայն դեպս ինձ համար։ Քաղաքացիական պայմանագիրը հաղթում է, Նիկոլ Փաշինյանը դառնում է վարչապետ։ Այո։ Ինչ ենք մենք պահանջում այդ քաղաքացիական պայմանագրից եւ անձամբ Նիկոլ Փաշինյանից մոտակա 5 տարվա ընթացքում։ Սա էլ է շատ կարևոր։ Պահանջում, քննադատում սխալների դեպքում, որովհետեւ այս պահին մենք արդեն պետք է հանդես գանք ոչ թե որպես աջակից, ես խոսքը գնում է հասարակության մասին, երբ ասում եմ մենք, հա, առաջին հերթին ընտրողների մասին, այլ որպես քննադատ, որպես պահանջատեր, որովհետեւ քանի որ մենք այդ պայմանագիրը կնքել ենք, քաղաքացիական պայմանագիրը, ուրեմն պարոնայք, բարի եղեք, այդ պայմանագիրը իրականացրեք։ Առաջի հերթին ռեֆորմների, դեմոկրատական ռեֆորմների խորացում, զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ստեղծում, ներսում թե դրսում, թե երկու տեղերում։ Երկու տեղերում էլ, հա, երկրորդը, ավելի շուտ հաջորդը, շատ ավելի էֆեկտիվ պայքար անօրինական, հակասահմանադրական գործունեություն ծավալող սուբյեկտների նկատմամբ դատա իրավական համակարգի խորքային բարեփոխումներ հնարավոր չի առանց դրա առաջ շարժվել, անհնարին է։ Խաղաղության իհարկե օրակարգի, այսպես շարունակություն, խորացում, ինստիտուցիոնալիզացում, հա, այս առույցը շատ կարևոր է։ Դիվերսիֆիկացիայի խորացում եւ ավելի արագ տեմպերով։ Մենք այդքան ժամանակ չունենք, որ այսպես դանդաղ այդ ամեն ինչը տեղի ունենա, հա։ Իսկ դիվերսիֆիկացիան այսօր ներողություն դա այն է, որ Ռուսաստանից կախվածությունը պետք է զգալիորեն, շեշտակիորեն տնտեսական կախվածությունը պետք է կրճատել, նոր շուկաներ գտնել։ Արդեն մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել եւ կան շատ դրական միտումներ կարծում եմ այս առումով։ Իհարկե նաեւ մենք կարծում եմ պետք է հետեւյալ հարցը դնենք, որ այդ նախկին, հա, ռեժիմի ներկայացուցիչների քաղաքական մասնակցությունը ոնց է շարունակվելու ընդհանրապես, այսինքն պետությունը արդյոք այստեղ պետք է ուղղակի sense կողքից նայի, ասի դե քանի որ իրենք ազատություն է մեր մոտ, մրցակցություն է, հիմա եթե չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, մենք ոչինչ չենք կարող անել։ Այս հարցը պետք է այստեղ լուծել, որովհետև գիտեք ինչ, իհարկե բնականաբար մենք պետք է ունենանք օրենք դատավճիռներ, երբ որ ասենք որ այս մարդը մեղավոր է, բայց կներեք, այսինքն երբ որ դուք տեսնում եք բազմաթիվ ապացույցներ կան, որ այս կամ այն ուժը ըստ էության ինքը ժողովրդավարական ուժ չէ, ինքը արտաքին այսպես հա բանով ստեղծված, կամքով ստեղծված արտաքին օրակարգեր առաջ տանող հասկանալի է, հա, հասկանալի է մասնավորը։ Այսինքն ինչ որ բան պետք է անել դրա դեմ, թե չէ։ Ինչի, որովհետև տեսեք, այսքան ապօրինի ֆինանսավորման մասին ասվում էր, չէ, այդքան այս ամեն ինչը։ Բայց այսինքն փաստը ֆիքսելը բավարար չէ։ Հա, ինչ է ստացվում։ Այսինքն ստացվում է, որ հավերժ կարող են այդպիսի ուժեր լինել Հայաստանում եւ խաթարել դեմոկրատական process-ը։
Մենք ես կարծում եմ, որ պետք է հասնենք նրան, վերջը, որ հաջորդ ընտրությունների ժամանակ մենք ստիպված չլինենք էլի ընտրելու ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի Ծերի եւ միջև, սպիտակի միջև։ որովհետեւ այսինքն չպետք է այնպես լինի, որ մեկ քաղաքական ուժի պարտությունը հնարավոր հանգեցնի անպայման նրան, որ դեմոկրատիան վերանա, որ ազատությունները վերանան, իսկ մենք այսօր այդպիսի իրավիճակ ունենք, ու սա շատ բան է, էլի, այսինքն սա ազգային անվտանգության հարց է, քո հիմնական քաղաքական ուժերը առնվազն, որոնք կարող են ձևավորել իշխանություն, այսինքն քո հիմնական ընդդիմությունը, ընդդիմադիր ուժերը հիմնական, իրենք պետք է դեմոկրատական եւ լեգիտիմ լինեն, որ հանգիստ խղճով մարդը այսպես ընտրություններին հետևի եւ չմտածի, որ ընտրությունները այնպիսի մի բան են, որի արդյունքում դու կարող ես կորցնել քո սուվերենիտետը, քո ազատությունները։ Չպետք է այդպիսի բան լինի։ Գոյաբանական վտանգ չպետք է կախված լինի պետականության վրա, ոնց որ եղել է այս անգամ։ Եվ ինչը ստիպել է շատերին գնալ եւ ընտրել քաղաքացիական պայմանագրին, դա ասենք, որ անկեղծ լինենք միջև վերջ։ Այո, իհարկե իրենք ունեն շատ լայն, այսպես բան, ընտրազանգված, այդ միանշանակ է, որ հենց իրենց է։ Բայց այո, նաեւ ճիշտ եք ասում, շատերին, այո, տրտել է այդպիսի ընտրություն կատարել։ Պարոն Վարդանյան, շատ հետաքրքիր զրույց է, շատ հարցեր մնացին, բայց ցավոք մեր ժամանակը անվերջ չէ, հուսով եմ մենք այս զրույցը կշարունակենք, շատ խորքային, դեռ շատ բաներ կա քննարկելու, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր քաղաքագետ, հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ Էդգար Վարդանյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։